Հարգելի գործընկերներ, Տիկին Հովսեփյան ջան, բոլոր դեպքերում կարծում եմ քիչ առաջ հնչած արտահայտությունը հենց նախկինում նաև ներկայացված այն արտահայտություններից էր, որի վերաբերյալ միանշանակ պետք է կանխարգելող գործողություն կատարվեր։ Այդ իմաստով կարծում եմ առնվազն հայերեն իմացության տեսանկյունից պետք է որ նաև լինի այն կանխավարկածը կամ իմացությունը, որ նույն եթե խոսում ենք քրեական ենթամշակույթի տերմինոլոգիայի մասին, դրանք եւս հայերեն են լինում։ Այլ հարց թե դրանք ինչ կոնտեքստ են ունենում։ Եվ իդեպ հենց ձեր կողմից ներկայացվածի կոնտեքստն էլ ակնհայտորեն հակում ուներ դեպի նշված տիրույթ, ինչը զարմանալի էր։ Բոլոր դեպքերում առնվազն դա պետք է կանխարգելվի, սա առաջինը։ Երկրորդը, մենք քիչ առաջ լսեցինք նաև, որ առաջիկա երկուշաբթի օրը փաստորեն արդեն կառավարության ծրագրի ներկայացման վերաբերյալ գործողությունները պետք է կատարվեն, բայց միաժամանակ պետք է արձանագրել, որ ազգային ժողովը դեռևս իր սահմանադրաիրավական կարգավիճակի ձևավորման տեսանկյունից չի ձևավորվել։ Ավելին, բոլորը կհիշեն, ինչ մեծ փութաջանությամբ ընդգծվում էր ազգային ժողովի օգոստոսի 2-ին ներկայացված փաստաթղթերը, որոնցից մեկը օրակարգն էր, առաջիկա գործողությունների, երկրորդը երթման տեքստն էր։ Հիմա ոնց հասկանում եմ օրակարգի հետ կապված այդ փութաջանությունը պահպանման չկար։ Կարևորը երթման տեքստի հետ կապված էր, բայց երթման տեքստն էլ ասում է, որ պետք է հարգվի սահմանադրությունը, պետք է ի վերջո հարգվի ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, եւ եթե մենք պատկերացնում ենք, որ կոլիզիոն իրավիճակներում ազգային ժողովն է, որ որոշում է սահմանադրության եւ կանոնակարգի միջև հակասությունների լուծումը, դե սահմանադրական դատարանը փակենք այս քանի օրը։ Այդ իդեպ ի նկատի ունենանք։ Ներողություն եմ խնդրում ժամանակը լրանում է, Տիկին Հովսեփյան, հարցս շատ կարճ ձևակերպեմ։ Կարող եք մեր հայրենակիցներին ներկայացնել վերջին 6 տարիների ընթացքում Ուկրաինայի կողմից հայանպաստ գործողությունների շարքը։ Ենթադրում եմ 3 րոպեն բավարար չի լինի, բայց խնդրում եմ հնարավորության դեպքում դա անեք, շնորհակալ եմ։ Ճիշտն ասած, կարող եմ ներկայացնել, բայց ընդամենը մեկ դրվագ կասեմ, ինձ թվում է դա նաև բավարար կլինի։ Ուկրաինան հենց առաջին պետություններից էր, որը որ ողջունել է փաստացի Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը եւ Արցախի հայաթափումը եւ առաջիններից էր, որ սկսել են համագործակցել Արցախում Ադրբեջանի հետ որոշակի ծրագրեր իրականացնելուն։ Այդ երկրի ղեկավարն է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալ եմ, իդեպ ես ինքս դեռևս մեկ դրական արտաքին դիվանագիտության տեսանկյունից գործողություն նշված երկրից չեմ տեսել։ Միգուցե կադրեր ենք տեսել, որ պարոն Խանդանյանն է գտնվել այնտեղ, եթե դա արտաքին խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից մեծ ձեռքբերում կարելի է համարել, չեմ կարծում, բայց երևույթային տեսանկյունից մենք առնվազն, այսպես ասենք, Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից ունենք մի քանի օրակարգային հարցեր, ի թիվս այլի, այս պահին էլ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության տեսանկյունից օկուպացիայի հանգամանքը, որի վերաբերյալ ես կրկին, օրինակ, Ուկրաինայից որևէ մի դիրքորոշում Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից նվազագույն մակարդակի չեմ լսել։ Սա պարզապես ուզում էի զուտ որպես հանգամանք հիշատակեի նշված երկրի գործողությունների տեսանկյունից։ Շնորհակալ եմ, Տիկին Հովսեփյան։